կալանքի միջնորդությունները ներկայացնելուց երկար չեք վարանում։ Ես այդ առիթով ուզում եմ ձեզ խորհրդանշական մի նվեր նվիրել, որ հուսամ, որ դուք դա կօգտագործեք, կդնեք ձեր սեղանին եւ ամեն անգամ ձեռնաշղթաները տեսնելուց դուք կհիշեք, որ քաղաքացիներին ուղղակի տանել կալանքի դա ամենաճիշտ որոշումը չէ։ Ամենայն հարգանքով խոսքի ազատություն եւ պատգամավորի կարգավիճակին բնորոշ ցանկացած բան ընդունել է, բայց խնդրում եմ, էլի, եթե ցանկություն ունեք պարոն Պողոսյանի նկատմամբ ինչ-որ այլ քաղաքական ակցիա իրականացնել, սա լավագույն ձևաչափը չի։ Լավագույն ձևաչափը չի։ Նվերներն էլ մի վարքյան, նվերներն էլ պարոն Պողոսյան։ Նվերների հայտարարման հետ կապված էլ մենք ունենք սահմանափակումներ։ Խնդրում եմ, շատ դրա համար շատ էժան նվեր եմ նախընտրել բերել, որպեսզի խնդրում եմ, Տիկին Թովմասյան, չէ, գործնություն, որ ասում եք ազգային ժողովի բնականon աշխատանքը մի խոչընդոտ է։ Տիկին Թովմասյան, դե հիմա թողեք ես ուրեմն լսեք, ուրեմն ցանկացած հարց, ցանկացած պատասխան։ Ընդ որում կներեք, եթե շատ ավելի անկեղծ լինեմ, բյուջետային հայտի քննարկումն է։ Մենք այսօր շեղվում ենք մի պարզ պատճառով, որ հանրությունը իրավունք ունի տեղեկություն իմանա ամեն ինչի վերաբերյալ ինչ տեղի է ունենում այս շենքում, այս շենքից դուրս։ Բայց սա չի նշանակում, որ սա պետք է վերացվի իրավապահ համակարգի նկատմամբ, ինչ որ չգիտեմ, ֆլեշմոբերի։ Սա ես թույլ չեմ տալ։ Դες որ խնդրում եմ այդ ձեռնաշղթան պահեք, հակառակ դեպքում ես կընդհատեմ նիստը։ Խնդրում եմ։ Պարոն Վարդանյան, ուրեմն ես չեմ սահմանափակում ձեր Դուք հիմա ահագին սահմանափակեցիք իմ խոսքի ազատությունը, բայց այնուամենայնիվ ես ուզում եմ ասել, որ մենք խոսում ենք քննչական կոմիտեի գործունեության արդյունավետության մասին, որը ստանալով պետությունից ահռելի միջոցներ, ունի գործունեության այնպիսի բնութագրումներ, որոնք հանրությանը անհանգստացնում են։ Եվ մենք որպես առաջնային մանդատ կրող պատգամավորներ, բնականաբար պիտի բաում հնչեցնենք, եթե ոչ պարոն Պողոսյանին։ Տարվա մեջ մի անգամ ունենք հնարավորություն, մի քանի անգամ էլ կհնչեցնենք։ Եվ այս նվերը ես այստեղ կթողնեմ, հուսամ, որ սա հայտարարագրման ենթակա է, էժան է եւ ձեզ որոշակիորեն կուղորդի հաջորդ անգամ ցանկացած քաղաքացու կալանավորման միջնորդություն ներկայացնելուց առաջ երկար մտածել, արդյոք սա արժե կալանքի տանել այս քաղաքացուն, որովհետև այնպիսի տպավորություն է մեր երկրում, որ քաղաքացիների կալանավորման մասով քննչական կոմիտեն ակտիվ է միայն այն ժամանակ, երբ որ կա քաղաքական հրահանգ, բայց հանցագործները ազատ ման են գալի։ Հիշում եք, Կոտայքի մարզում 4 ժամում 4 մարդ սպանեցին։